բայց նույն դժվարությունները հանդիպեցին նրանք։ Ինձ համար այստեղ մի հատ շատ կարևոր հանգամանք կար, ես անկեղծորեն ձեզ խոստովանեմ։ Այդ ժամանակ կար մեծ ճնշում, որ կառույցները լցվեն նոր մարդկանցով, որոնք որ շարժմանը էապես նպաստել են։ Ես այդտեղ դիտավորյալ հարվածը վերցրեցի իմ վրա չգնալով այդ ճանապարհով, որովհետև դա դրանից ինչ որ բոլշևիկյան հոտ էր փչում, ես վախենում էի, որ այս կառույցները լրիվ քանդվեն։ Եվ պետք էր անընդհատ ընտրել, որ վերցնել եւ շարժման հետ կապված մարդ լինի, եւ մասնագետ լինի, աշխատած լինի, եւ այդտեղ մեծ բարդություններ առաջացան։ Այս կամ այն ձևով այդ նախարարները մի մասը ընտրվեց, մի մասը նշանակվեց լիազորություններ ստանալուց հետո, որտեղ դուք ինքներդ տեսաք, որ Գերագույն խորհրդով անցկացնելը դա փաստորեն նշանակում էր ուղղակի հարցի հետաձգում, դա հարցի լուծում չէր։ Եվ այդ ժամանակ միտք առաջացավ իսկ լավ, իսկ ոնց անենք գործարանների տնօրենների հետ, ոնց անենք ավելի ցածր օղակների հետ։ Ստեղծվեց ատեստացիոն հանձնաժողով, որի մեջ ես չէի մասնակցում, որի նպատակն էր որոշ պաշտոնյաներին ատեստացիա անելով որոշել, ով մնա աշխատանքի, ով չէ։ Այդտեղ էլ բազմաթիվ թերություններ եղան ու ես հիմա տեսնում եմ, որ օբյեկտիվորեն այդ գնահատականները տալը բավականին դժվար էր։ Ավելի ներքև արդեն այն կադրերին, որոնց որ ժողովուրդը անմիջապես է հետները շփվում, դա ուղղակի նույնիսկ մինիստրների խորհրդի հետ էլ կապված բան չի։ Դա այն ալիքն է, որը հասնում է ներքև, տեղական իշխանությունների կողմից նշանակված մարդիկ են եւ այլն եւ այլն։ Ես խնդրեցի Հարությունյան Գագիկին, որը մինչ այդ Կենտկոմում էր աշխատում, ես ասացի, որ լավ, Կոմկուսը մշակված մի ձև պիտի ունենար կադրային հարցերը լուծելու։ Լավ էր լուծում, թե վատ էր լուծում, բայց ինչ որ մի կարգ պիտի ունենալ։ Ինքը մի հատ գիրք գտավ, նենց վրան գրած էր գաղտնի, մենք նայեցինք այդ կառուցվածքը, ուզեցինք նույնանման մի հատ ապարատ ստեղծել, որպեսզի կադրերի ընտրությունը կատարի, բայց չաշխատող մի բան դուրս եկավ։ Հիմա մենք մտածում ենք, ես մեկին վերցրել եմ որպես խորհրդատու կադրային հարցում եւ մտածում եմ մի հատ խումբ ստեղծել, մի հատ ձև ենք մշակում, որպեսզի հետագայում կադրային հարցերը լուծվի այդ խմբի միջոցով։ Հաշվի առնելով մյուս երկրների փորձը եւ այլն, բայց ես ասեմ բավականին դժվար է մեր մոտ։ Եթե ուրիշ երկրում 0-ից եկած կուսակցությունից մեկը դառնա վարչապետ, նա առաջի հերթին կարող է մասնավոր ֆիրմաներին դիմի, հարյուրավոր մենեջերներ կան, նրանց մեջ կարող է ցանկացած մինիստրը ընտրի, մեր մոտ դա էլ չկար։ Եվ մեծ բարդություն կա, ես խոստովանեմ, որ շատ մեծ բարդություն է եւ շատ դժվար է այդ հարցը լուծել։ Ավելին չեմ կարող։ Եվս մի փոքր հարց, մի փոքր։ Ես քիչ առաջ ասացի, որ աշխատանքի բերումով հանրապետության տարբեր ուրեմն գյուղերում լինում եմ։ Հիմա ուրեմն այդ շրջաններում հակա ագիտացիա է տարվում սեպտեմբերի 21-ին դեմ քվեարկելը։ Կառավարության կողմից որևէ քայլ արվում է կանխելու համար, թե Նախև առաջ ես առաջի անգամն եմ լսում, որ ինչ որ մեկը Հայաստանում տենց քարոզ է անում, որպեսզի հանրաքվեին դեմ քվեարկվի, եւ կառավարությունը, եւ Գերագույն խորհուրդը, եւ բոլոր կուսակցությունները ինձ թվում է այդ աշխատանքը պետք է վերցնեն իրենց վրա, որտեղ ես նորից ասում եմ, դա եւ քաղաքական ուղի է եւ ազգային արժանապատվություն է։ Եվ ես չեմ կարծում, որ այդ աշխատանքը պտուղ բերի, այդ հակառակ աշխատանքը, որ եթե այդպիսի աշխատանք իսկապես կատարվում է տեղերում։ Շնորհակալություն։ Երրորդ խոսափող Ռիտա Շարոյան, Հայաստան թերթ։ Պարոն վարչապետ, եթե ձեզ չհաջողվի պրեզիդենտ ընտրվել, ում կցանկանայիք տեսնել այդ պաշտոնում։ Գիտեք ինչ, այսօրվա մեր ասուլիսը այնուամենայնիվ ոչ թե նախընտրական ինչ-որ կամպանիա է, եւ ես չեմ ուզենա հիմա մենք այդ հարցերով զբաղվենք, եւ եթե մենք խորանանք այդ հարցերին, դա ուղղակի բամբասանքի մի նոր ալիք պիտի բարձրանա, ավելի լավ է մենք դրա մասին չխոսենք, գործնական հարցերի շուրջ խոսենք։ Չորրորդ խոսափող Ազգերորյա Հակոբ Ասատրյան, պարոն վարչապետ, ես ուղղակի շարունակեմ գործընկերոջս խոսքը, հիմա մի րոպե պատկերացեք, որ դուք ընտրվել եք հանրապետության նախագահ եւ պետք է լուծեք միութենական պայմանագրի հարցը։ Դուք այդ մասին խոսեցիք արդեն, բայց կցանկանայի ավելի հստակ պատկերացում տայիք, թե կոնկրետ ինչպես եք պատկերացնում մեր եւ միության հարաբերությունները, ինչ դաշինքի մեջ, նրանից դուրս կամ
կոնկրետ ինչ ձևով։ Եվ երկրորդ հարցը կապված Ղարաբաղի հետ ընդունված որոշումների հետ, որը ես նկատի ունեմ առաջինը դեկտեմբերյանը եւ հուլիսյան նախկին կառավարության օրոք եւ հիմա դուք որպես կառավարության ղեկավար ինչպես եք պատկերացնում այդ որոշման իրագործումը կամ եթե ինչ որ հարցեր կան։ Որ որոշումներ ներողություն չլսեցի։ Դեկտեմբերյան, այո, նախկինը եւ հուլիսյան, ինչպես եք այդ երկուսը դուք մեկնաբանում եւ ընդհանրապես ինչ խոչընդոտներ կան հիմա այս վերջին որոշման իրականացման համար։ Ես շատ կարճ պատասխանեմ, նախ եւ առաջ առաջի հարցի մասին, պայմանագրի մասին ես բավականին մանրամասն խոսեցի, որից դժվար չէր եզրակացություն ասել ընդհանուր գծի մասին եւ հարցնել թե պայմանագիրը կստորագրեք թե չկստորագրի, ուղղակի անիմաստ է դա եթե կավեենի հաղ լիներ, հասկանալի կլներ։ Տվյալ դեպքում ուղղակի այդ կամ բացատրելուց հետո հիմա նորից այդ ոլորտը մտնել ես չէի ուզենա։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, դեկտեմբերի 1-ի որոշման հետ կապված հարցը, ես ասեմ, որ բոլոր դեպքերում քաղաքականության մեջ պետք է լինել ռեալիստ, հիմա այդ ռեալությունը այն է պահանջում, որ մենք Արցախը կարողանանք պահել այն վիճակում, այսինքն Արցախը չհայաթափվի, այս վիճակում մնա, նոր մենք կարող ենք մտածել հաջորդ քայլերի մասին, բայց որպեսզի նա չհայաթափվի, իսկապես նա պիտի կարողանա դառնալ անխոցելի մի բերդ, պաշտպանված անխոցելի մի բերդ։ Այդ պայմաններում միայն կարող ենք մենք ինչ-որ մի բանի հասնել։ Ինչ վերաբերում է բանակցություններին, հուլիսյան որոշումը, որ դուք ասում եք, նկատի ունեք երևի բանակցությունները։ Այո։ Ես նորից նոր մի քիչ առաջ ասացի, որ բանակցությունները միայն բանակցությունների համար ոչ մի բան չեն տալիս, բայց ուղեկցված ազգային ազատագրական պայքարով, ուղեկցված ինքնապաշտպանությամբ, արդարացի ինքնապաշտպանությամբ, դա կարող է արդյունքի բերել։ Այսինքն ես հարցնում եմ, ձեզ նոր որոշումներ պետք են, որպեսզի կառավարությունը կարողանա ինչ-ինչ հարցերում օգնի այդ որոշման իրագործումը, թե այդ որոշումը ձեզ բավարարում է։ Այդ որոշումն էր բավարարում, մինչև այդ որոշումն էր բավարարում։ Չեմ հասկացվեց, թե չէ։ Որտեվ գործ անելու համար առանց դրա կարելի է։ Առաջին խոսափող։ Ինտերֆաքս գործակալություն Աշոտ Գարեգինյան։ Պարոն վարչապետ, իմ առաջի հարցը կապված է հայոց ժողովրդավարական միության հետ, որի ստեղծման նախաձեռնողներից մեկը դուք հանդիսացաք։ Այդ փաստի առումով որոշ կշտամբանքների եւ նախատինքների դուք արժանացաք, այն առումով, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իբր իրավունք չունի, վայել չէ իրեն զբաղվել քաղաքական պայքարով։ Դուք ինչպես եք գտնում, իրոք վարչապետը իրավունք չունի լինել քաղաքական գործիչ։ Ես հիմա ասեմ, ես 25 տարի է գլուխս կախ գնում եմ իմ ճանապարհով, Արանքում ես ստեղծել եմ եւ մասնակցել եմ բազմաթիվ կազմակերպությունների մեջ, Ղարաբաղ կոմիտեն էլ այդ կազմակերպություններից մեկն էր, ՀՀՇ-ն էլ այդ կազմակերպություններից մեկն էր, եւ ես մեկը շարունակելու եմ գնալ իմ նպատակին։ Այդ նպատակն է տեսնել հզոր մի հատ հայկական պետություն եւ միացյալ մի հատ հայություն, որը ամբողջ իր կառուցվածքներով կազմակերպված որպես մի ազգ կարողանում է էյապես ազդել համաշխարհային քաղաքակրթության վրա եւ ոչ թե իր գոյատևման մասին է մտածում, այլ իր հզորանալու մասին է մտածում, ազդում է ուրիշների վրա եւ իր հզորությունից ելնելով արդեն սիրում է մյուսներին, որտեվ սիրել կարող է միայն հզորը։ Ես այդ նպատակին հասնելու համար ինձ համար Ղարաբաղ կոմիտեն, ՀՀՇ-ն, վարչապետը, միությունը, դրանք բոլորը ես համարում եմ միջանկյալ քայլեր եւ չեմ իմանում վաղը ճակատագիրը ինձ ինչ կտա, բայց նպատակը մնալու է նույնն է։ Եվ ես սա ինձ համար ոչ թե քաղաքականությամբ զբաղվող վարչապետի գործունեություն է, այլ իմ կյանքի նպատակի շարունակությունն է։ Եվ երկրորդ հարցը, դուք ասացիք, որ օգոստոսին սպասվում է տնտեսական պայմանագրի կնքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, եթե գաղտնիք չէ իհարկե, մի քանի հետաքրքիր փաստեր այդ սպասվելիք պայմանագրից, օրինակ ինչ քայլերի կգնան։ Գիտեք, ես փոխանակ սպասվելիք պայմանագրի մասին խոսամ, ես արդեն կնքված պայմանագրի մասին խոսեմ։ Ուկրաինայի հետ դուք հիշում եք, մենք պայմանագիր կնքեցինք։ Եվ եթե ես հիշում եմ, կարծեմ ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, այդ պայմանագրի հիմքում ընկած էր
ճիշտ է, մենք պիտի ստանանք այնտեղից բազմաթիվ ապրանքներ։ Այդ թվում նաև կարագ պիտի ստանանք, միս պիտի ստանանք, բայց կարևորագույնը շաքարն էր։ Որտեվ հիմա շաքարը արտադրվում է Ուկրաինայի կողմից եւ ոչ մի հանրապետության նա չի տալիս։ Ֆոկին հետ մենք պայմանավորվեցինք, որ իրանց շատ էր պետք կաուչուկը։ Մենք պայմանավորեցինք, մենք իրանց տալիս ենք կաուչուկ, իրանք մեզ տալիս են շաքար։ Ըստ նախագծի իրանց պետք էր 850 տոննա կաուչուկ։ Իրանք պահանջում էին 2053 տոննա կաուչուկ։ Մենք ասացինք, որ 850 տոննան հաստատ կապահովենք եւ եթե շաքարի մատակարարումները լինեն, կմտածենք արդեն 2053-ի մասին։ Մենք նրանք շաքարի մատակարարումը պետք է սկսեին օգոստոսի 1-ից։ Մենք կաուչուկի մատակարարումը սկսեցինք, ուղարկեցինք 555 տոննա կաուչուկ։ 850-ից 555 ուղարկեցինք։ Ոչ մի վագոն շաքար չստացանք։ Ես հեռախոսով կապնվեցի Ֆոկինի հետ։ Ասեց, գիտես ինչ, այդ ավազակները, այդ կենտրոնը մեզ ուզում է թշնամացնի մեզ եւ Ուկրաինային եւ Հայաստանին, հումք մեզ չեն տալիս, իսկապես Կուբայից ստացած հումքը ուղարկում են Ռուսաստան, Ռուսաստանի շաքարի գործարաններն էլ չեն աշխատում, որտեվ կոքսը չի հերիքում։ Եվ այդպիսի մի հատ ծանր վիճակ է ստեղծվել։ Այսինքն փաստորեն մենք պայմանագիր կնքեցինք, ես այդ օրինակին չեմ արեմ բերում։ Հիմա մենք այնտեղ կապված ենք, մարդիկ գնացին Ֆոկին հետ պիտելի կապնվենք, իրանք ինչ-որ շրջանից շաքար պիտի գտնեն, ուղարկեն։ Ես ինչի համար եմ սա նշում, որ պայմանագիր կնքելը դեռ չի նշանակում, որ այդ պայմանագիրը կկատարվի։ Մենք փորձ ունենք, դառը փորձ ունենք, որ տնտեսական պայմանագիր կնքում ենք եւ չենք կարողանում իրականացումը ապահովել։ Բնական է, ես հիմա կարգադրել եմ կաուչուկ չգնա այնտեղ։ Իրանք էլ ստիպված երևի շաքարի հարցը լուծեն։ Նույն ձևի Ռուսաստանի հետ մենք բազմաթիվ կետեր ունենք, որոնք չեն կատարվում 91 թվին։ Մենք պայմանագիր կկնքենք 92 թվի համար, որ կետերը ոնց կկատարվեն, դա կապված է նրանից, թե ինչ զսպանակներով դու կարաս դիմացինի վրա ազդել։ Հիմա կներեք, ես շեղվեմ մի հատ, հիմա մի հատ յուրահատուկ վիճակ է ստեղծվել ընդհանրապես Խորհրդային Միությունում։ Ռուսաստանը չի ուզում մյուս հանրապետություններին կորցնել, բայց ինքը գիտի, որ ինքը ամենահզորն է տնտեսապես։ Եվ ինքը դեռ 10 տարի, 15 տարի առանց որևիցե քաղաքական լարումի, առանց որևիցե զորքի հանրապետություններին իր ձեռքում կպահի։ Եվ ինքը պրեսինգով տնտեսական քաղաքականություն է վարելու հանրապետությունների հետ։ Եվ ես մի անգամ նորից առիթ ունեցել եմ ասելու, որ փոքր հանրապետություններ ինչ որ ձևով համախմբվում են կենտրոնի շուրջը, որ հակակշիռ կազմեն Ռուսաստանի հետ։ Հիմա Խորհրդային Միությունում ոչ թե գնում է ներքին քաղաքական պայքար հանրապետությունների միջև։ Դա կա իհարկե, բայց ավելի արկա է տնտեսական պայքարը, եւ այդ տնտեսական պայքարի մեջ դիմում են բոլոր բարոյական եւ անբարոյական մեթոդների։ Բայց մենք պայմանագրերը բոլոր հանրապետությունների հետ կկնքենք եւ ամեն ինչ կանենք, որպեսզի եւ մենք մեր պարտավորությունները կատարենք եւ դիմացինները։ Շնորհակալ։ Ուրեմն մեզ մնում է 17 րոպե, դեռ ավելի քիչ։ Հիմա գուցե անարդարացի կլինի, բայց ես խնդրում եմ մեկական հարց, որովհետև խոսափողների մոտ շատ կան հավաքված։ Մեկական հարց, երկրորդ խոսափող։ Իմ Արմենակ Մուրադյան, Երեկոյան Երևան։ Իմ առաջի հարցը վերաբերում է մի տնական դաշնագրին։ Ուշացումով, բայց եւ այնպես հայտնի դարձավ, որ Ադրբեջանի կառավարությունը ժամանակին վերջնակիր էր ներկայացրել, որ եթե Հայաստանը մասնակցի միութենական դաշնագրի մշակմանը, ինքը դուրս կգա միության կազմից։ Հասկանալի է, որ դա թատերական խաղ էր, կազմակերպված Բաքվի եւ Մոսկվայի կողմից, բայց եւ այնպես կարելի էր այդ թատերական խաղի մեջ ձևականորեն մտնել եւ դες հարաբերությունները սրել Ադրբեջանի եւ կենտրոնի միջև եւ վերջում այնպիսի կետ առաջադրել, որ անընդունելի կլիներ եւ դրա հիման վրա չէի ստորագրի միութենական դաշնակիրը։ Հնարավոր չէր այդ գործողությունը կատարել։ Ես արդեն ասացի, որ պետք է մեր անցած ուղին մենք վերագնահատենք, գտնենք այն, իմ ասածը վերաբերում էր ոչ միայն Ղարաբաղյան շարժման, այլ նաեւ այս վերջի տարվան։ Այդտեղ էլ իսկապես այդ ձեր ասած հարցերը իսկապես կարելի էր ավելի ակտիվ քաղաքականություն տանել, ցավոք սրտի չտարվեց այդ ակտիվ քաղաքականությունը։ Եվ մի կարծ ուրիշ հարց, որը բխեց ձեր քիչ առաջ տրված պատասխանից։ Դուք գիտեք, որ գների բարձրացումը կապված է առանցին ձեռներես մարդկանց գործունեության հետ, որ գների բարձրացումը ես հայտարարել եմ։
Այո, ասեցիք, եթե գները չբարձրացնեինք, միևնույն է այդ ապրանքը գնար առանցին ձեռներես մարդկանց ձեռքում եւ այդպիսի բարձրացում կատարվեց։ Ինչպես հայտնի է 50-ական թվականների սկզբներից սկսած խորհրդային երկրում միան գների բարձրացում է կատարվում եւ արդյունքը բոլորովին չի երևում, որովհետեւ որքան գներն են բարձրանում, կրկնակի իննում է ժողովրդի ողջևորությունը, հետեւաբար եւ արդյունաբերական արտադրողականությունը։ Եվ այդ գների բարձրացումը ոչ մի օգուտ չի բերում։ Իսկ հիմա գների բարձրացումը եւ հատկապես ամենաճիշտը գիտեք որն է։ Ամենաճիշտը որն է։ Գների բարձրացումը իսկապես որևիցե տնտեսական խնդիր չի լուծում։ Ճիշտ եք ասում։ Մի ձևը կա, ազատ գներ։ Բոլոր ապրանքները ունենան ազատ գներ։ Այդ դեպքում գներ կլինեն, որ տասնապատիկ կաճեն։ Այդ դեպքում պետք է ապրանք լինի, որ գները։ Մի րոպե կներեք։ Ուրեմն ազատ գների հետ միասին պետք է լինի նաև ազատ տնտեսություն։ Կամ մասնավոր սեփականության վրա հիմնված, կամ ձեռնարկությունը ինքը բավականին ազատ լինի իր ապրանքը արտադրելու աստիճանը որոշելու համար։ Այդ դեպքում հարցերը կլուծվեն։ Եւ դա է ճանապարհը, որով որ պետքա գնա եւ Խորհրդային Միությունը եւ Հայաստանը։ Դա ապակայի հարց, իսկ այսօրվա այս հիմա որոշ դեպքերում դա ստիպված քայլ է, երբեմն արձագանք է Միութենական որոշման, երբեմն արձագանք է հանրապետությունում իշխող վիճակին այս կամ այն ասպարեզում։ Բայց դա լուծում չի, ես ձեր հետ լրիվ համաձայն եմ։ Դա կարճատև մի հատ կարկատան է, որը որ 2 ամսից հետո պարզվում է, որ հարցերը չի լուծեց եւ նորից նույն կոտրատ տաշտակի առաջ է կանգնում։ Երրորդը չեմ տալիս։ Երրորդ խոսափող Ռոզա Մարտեսյան, հերոստատեսություն։ Պարոն վարչապետ, դուք ձեր ելույթում թվարկեցիք մի քանի հանրապետություն, որոնց ժողովուրդները ինքնագիտակցության, ազգային ճանաչողության սևեռում են ապրում բարի դրական իմաստով, այսինքն հայացք դեպի անցյալը ինքնաճանաչողության համար։ Շեշտեցիք նաև, ես այդպես ընկալեցի, մեր արիական ծագումը, ինչը ես շատ սիրով ընդունեցի եւ այն, որ այժմ պահանջ կա այդ նույն սևեռումը ունենանք մենք ինքնաճանաչողության համար, սակայն ինչպես գիտենք բոլորս, ինչպես գիտեք նաեւ դուք, որ այդ գործի հիմնական առաքելությունը դա մտավորականությանն է ընձեռվում, իսկ այսօր եթե մենք խոստովանենք եւ չխոստովանենք անգամ մտավորականությունը օտարված է մեր հասարակական քաղաքական կյանքից կամ եթե մասնակցում է մասամբ հիմնականում տեխնիկական մտավորականությունն է, որ այդ գործընթացի մեջ է։ Մտավորականության ապագա մի քանի տարվա դժվար կամ թշվառ կյանքի մասին երբ դուք ասացիք, դա մեզ չի վախեցնում, դա մեր մշտակա վիճակն է։ Ինձ ավելի հոգևոր անկայուն վիճակն է սարսափեցնում եւ հիմա ես կուզենայի իմանալ, թե կոնկրետ ինչ միջոցներ են ձեռնարկվում մտավորականությանը մեր հասարակական քաղաքական կյանքի, հատկապես քաղաքական կյանքի մեջ ներքաշելու համար։ Այս նույն դալիճում սեպտեմբեր ամսին ես ասուլիս էի անցկացնում եւ առաջի անգամ օգտագործեցի, որ հանրապետությունում գորշ մթնոլորտ է։ Եվ ես այն ժամանակ էլ ասեցի, որ այդ գորշ մթնոլորտը պայմանավորված է նրանով, որ մտավորականությունը խաղից դուրս է եկել։ Դա միայն մտավորականության մեղքը չէր, այլ նաեւ մեր մեղքն էր։ Նախորդ շարժման այդ սրության հետևանքներ միգուցե։ Եթե մտավորականությունը խաղի մեջ չլինի, ապա որևիցե ազգային խնդիր լուծել հնարավոր չի լինի։ Այնուամենայնիվ ազգի առաջնորդը դա մեր մտավորականությունը պետք է լինի։ Իմ մոտ մի տպավորություն էր ստեղծվել, որ մտավորականությունը ուղղակի ոնց ասեմ, կոպիտ ասած ոնց որ թե արդեն վախեցած է։ Ինքնուրույն ձայն բարձրացնել չի կարող։ Երբեմն մեկ-մեկ այնպիսի երևույթներ կային, որոնք որ նույնիսկ կոմունիստական ռեժիմի ժամանակ չէին լինում։ Ինչ որ վախի էլեմենտներ ես զգում էի, բայց հիմա ես ձեզ ուրիշ ասեմ։ Այս վերջի ամսվա ընթացքում այնուամենայնիվ քաղաքական աշխուժություն սկսվեց Հայաստանում։ Ոմանք դա համարում են բացասական, ես համարում եմ դրական։ Եթե բարոյական սահմաններում գնա քաղաքական պայքարը, ես դա գտնում եմ օգտավետ, եւ ես հիմա զգում եմ ոնց կամաց քնած մտավորականությունը զգում է, որ իր պահանջը կա, որ ինքը մտնի խաղի մեջ, որ ինքը մասնակցի հասարակական կյանքում։ Եվ իմ կարծիքով այդ ուղղությամբ կգնա։ Ինչ որ կախված է կառավարությունից, կառավարությունը կաշխատի ամեն ինչ անել, որպեսզի մտավորականություն ավելի ակտիվորեն մասնակցի, չնայած ասում եմ, այդտեղ դժվարություններ կան։ Բայց ինքը կյանքը հիմա բերելու է, հավատացեք ինձ, կյանքը կբերի նրան, որ մտավորականությունը ինքնուրույն ոտքի կկանգնի եւ կմասնակցի այս բանին, քաղաքական կյանքին։
Եվ եթե կարելի է շարունակեմ, ընդհանրապես լրագրությունը, ժուրնալիստիկան կոչված է հասարակական կարծիք ձևավորելու եւ ոչ թե ստեղծված հասարակական կարծիքի խոսքնակ լինելու համար։ Մեր հանրապետությունում գոնե իմ հայեցակետով մեր ժուրնալիստիկան հասարակական կարծիք չի ձևավորում։